Օրվա ուշագրավ իրադարձությունները ձեզ է ներկայացնում Էպիկենտրոնի աշխատակազմը, տաղավարում աշխատում է Տաթևիկ Ավետիսյանը, բարև ձեզ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի մշակույթի նախարարության աջակցությամբ Տաշիր գրուպ ընկերության հովանավորությամբ հունիսի 5-ից 8-ը Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Միդեմ միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին։ Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվելով նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Միդեմ 2015 միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնին, հանդես եկել ելույթով։ Երաժշտության հայկական էլեմենտները Կաննում անցկացվող հեղինակավոր Միդեմ միջազգային երաժշտական փառատոնին մեր երկիրը մասնակցել է այս հայեցակարգով։ Հայաստանի խորհրդանիշը նուռն է պատկերված 4 գույնով, որոնք խորհրդանշում են ոգեշնչման 4 հիմնական հայկական տարրերը՝ հողը, օդը, ջուրը եւ կրակը։ Կաննում Հայաստանը փառատոնի օրերին լիարժեք ներկայացված է եղել նաեւ վիզուալ առումով։ Ամբողջ քաղաքը զարդարված էր հայկական գույներով, հրապարակները Հայաստան պատվավոր երկիր խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարել են հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված է եղել հենց Հայաստանին։ Կաննի գլխավոր պողոտան հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ամբողջ երեկո փակվել է, իսկ արդեն Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլոր Պերելինինիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-ֆրանսիական մշակութային գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ապրիլին Փարիզի Շատլե թատրոնում տեղի ունեցած համաշխարհային հայկական նվագախմբի համերգի առիթով։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտների կազմած ժամանակավոր նվագախմբի համերգները շարունակական կդառնան։ Հայկական կողմն առաջարկել է Ֆրանսիայում բացել սյուրռեալիստական դպրոցի հայ ներկայացուցիչների ցուցահանդես, ինչպես նաև Ֆրանսիայի նախարարին առաջարկվել է շարունակել հայ-ֆրանսիական համատեղ կինոարտադրությունը եւ որպես դրա լավագույն օրինակ նշվել են Ռոբեր Գետիկյանի ֆիլմերը։ Հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման, հայապատմության համակարգման գործունեության ծավալի համար կինոռեժիսոր եւ դերասան Ռոբեր Գետիկյանը պարգևատրվել է պատվո շքանշանով։ Մրցանակները հանձնվել են արդեն երեկոյան Միդեմ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում տրված գալա ընթրիքի ժամանակ։ Հայրենիք սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ծավանդի համար պատվոշքանշանով է պարգևատրվել նաև Ռոզի Հովհաննիսյանը, սիրված երգչուհի Ռոզե Արմենը։ Monsieur le Président, շատ շնորհակալ եմ, սիրտանց դպավորված եմ եւ գուզեմ նվիրել այս մենձ, այս բարձր նվերը ձեր կողմեն բոլոր հայ ազգին, որովհետև իրենց շնորհիվ ես Ռոզի Արմեն եղա։ Միդեմ միջազգային երաժշտական փառատոնում Հայաստանն այս տարի պատվավոր հյուր է։ Այս հանգամանքը սեփական մշակույթն աշխարհին հասցնելու եւ այլոց նվաճումներին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է մեր երկրի համար։ Հայաստանն իր պատմությամբ ու մշակույթով հնագույններից է, որ դարեր ի վեր ստեղծել, արարելու արժեքներ է կերտել։ Դիմելով միջոցառման մասնակիցներին ասել է նախագահ Սարգսյանը։ Մինչդեռ ավաղ նախորդ դարասկիզբը հինավուրց մեր ժողովրդի պատմության մեջ դաջվեց ամենամռայլ էջերով։ Օսմանյան կայսրությունը ծրագրեց եւ իրականացրեց հայոց ցեղասպանությունը։ 1915 թվականը սև սեպի պես խրված է մեր հիշողության մեջ, մեր մտածողության, մեր կենսակերպի մեջ։ Սա հայերիս ողբերգությունն է, նաև ժամանակակից Թուրքիայի ժխտական կեցվածքի ամոթը։ Սա այն արհավիրքն է, ինչի մասին նախորդ դարասկզբին ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը ասել է. մենք վերջապես հասկացանք, որ արևելքում մեր քույրն է մեռնում է այն պատճառով, որ մեր քույրն է, եւ նրա հանցանքային է, որ կիսել է մեր զգացմունքները, սիրել այն, ինչ մենք ենք սիրում, մտածել այն, ինչ մենք ենք մտածում, հավատացել այն ամենին, ինչին մենք ենք հավատում։ Նա մեզ նման գնահատել է իմաստությունը, արդարությունը, պոեզիան, արվեստը։
Ցավոք հայի միտքն ու տաղանդը չներվեց եւ առաջինը հենց դրանք փորձարվեց ոչնչացնել։ Այսպես եղել է անցած դարասկզբին։ Սակայն այսօր Օսմանյան կայսրությունում իրագործված նախճիրից 100 տարի անց մեզ համար նվիրական ու խորհրդանշական այս տարում, երբ հիշատակում ենք հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, հստակորեն փաստում ենք, որ ոչ մի դաժանություն չկարողացավ հայի հոգում սպանել քաղաքակրթական ու բարոյական առաքինությունները, ապրելու ու արարելու տենչը, նաեւ հոգեվոր, ոգեղեն ու մշակութային առաջընթացը, հավելել է Սերժ Սարգսյանը։ Մեզ առաջընթացի ուժ են տալիս եւ անկումները եւ վերելքները։ Հենց այս արտասավոր ուժն է, որ հային մղել է ժայռի մեջ եկեղեցի փորել, թուրքական յաթաղանից մազապուրց, թանկարժեք գոհարների ու ոսկե զարդերի փոխարեն գրքեր ու մատյաններ փրկել, եղեռնից կորացած մեջքը դեռ չուղղած, նետվել ֆաշիզմի դեմ պայքարի եւ շարունակել արարել ու հաղթանակել։ Այս ամենի կենտրոնում անշուշտ մեր մշակույթն է, որը հայի համար դարձել է իր գոյությունը, ինքնությունն ու տեսակը հաստատելու նպատակ ու միջոց։ Ուր էլ որ լինի հայ, նա չի վախենում ժամանակի հետ համընթաց քայլելուց, չի երերում մեծ աշխարհում իր մնայուն ներկայությունն ու արժեքավոր գոյությունը հաստատագրելուց։ Դեռևս 1 դար առաջ իր ազգային երգով Ֆրանսիայի ներկայացավ հայ մեծանուն երգահան Կոմիտասը։ Հայի հարատեված մշակութային ու հոգևոր տոկունության օրինակները շատ են։ Դրանց ապացույցներն այժմ նաև այս սրահում են։ Նախորդ դարասկզբին Մարսելում խարիսկ նետած նավերը Ֆրանսիա բերեցին այնպիսի հայորդիների, որոնց ժառանգներն այսօր զարդարում են Ֆրանսիայի մշակույթը։ Շարլ Ազնավուր, Ռոզի Արմեն, Ալեն Թերզյան, Ալեքսանդր Սիրանոսյան, Ռոբեր եւ Տիկին Գեդիկյաններ։ Այս անհատականություններն այլևս Ֆրանսիայի լիարժեք ու պատվավոր քաղաքացիներ են, բայց այնուամենայնիվ նրանց մեջ ապրում են իրենց ազգի ժառանգությունը, պատմությունը, հավատն ու մշակույթը։ Իրենց անցյալի հիշատակներն ու ցակման հիշողությունն են յուրահատուկ հմայք հաղորդում նրանց ստեղծած արվեստին, նրանց պահում հայ եւ միաժամանակ համաշխարհային ու համամարտկային։ Այս օրերին, երբ կընկնդրեք հայ երաժշտությունն իր բոլոր ժանրերում, հավատացած եմ կզգաք, թե որքան ազգային ու յուրօրինակ միևնույն ժամանակ նույնքան անսահման ու համամարտկային է մեր արվեստը։ Համոզված եմ, որ հայոց հողից ծնված ու սնվող ազգային մեղեդիներն իրենց համամարտկային հնչողությամբ կխլացնեն ձեր տխրությունը, կշոյեն ձեր լսողությունը եւ կլցնեն ձեր հոգիները ներդաշնակությամբ, հայտարարել է նախագահ Սարգսյանը։ Քրիստինե Սուքեսյան, Էպիկենտրոն։ Խորհրդարանն այսօր շարունակել է քննարկել գլխավոր դատախազի 2014 թվականի հաղորդումը։ Այն անցել է համեմատաբար հանգիստ, սակայն падգամավորները գլխավոր դատախազի ուշադրությունն են հրավիրել ոլորտի բազմաթիվ խնդիրների վրա։ ԲՀԿ խմբակցության падգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրել է, թե արդյոք դատախազությունը միայն քաղաքական որոշումներ կայացնող է, թե դրանց վրա ազդելու հնարավորություն ունի։ ՀԱԿ падգամավոր Լևոն Զուրաբյանն էլ կոչ է արել պետական չարաշահումների մասին մամուլում հրապարակված հոդվածների հիման վրա քրեական գործեր հարուցել, օրինակ բերելով Նայիրիդ գործարանը։ Զուրաբյանն անդրադարձել է նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի չհիմնավորված պահանջներին։ Ընդդիմադիր падգամավորներն առաջարկում են խորհրդարանում քննարկել այսպես կոչված գազի հանձնաժողովի բացահայտած խախտումները եւ դրանք ուղարկել դատախազություն։ Համահեղինակ Լևոն Զուրաբյանի առաջարկն էր օրինագիծը մտցնել օրակարգ, սակայն մեծամասնությունը դեմ արտահայտվեց առաջարկին։ Իսկ падգամավոր Էդմոն Մանուկյանը բարկացել էր ազգային ժողովի լրատվական վարչության պետի արարքից։ Արսեն Բաբայանը բյուջեի կատարողականի քննարկումից հետո Facebook սոցիալական կայքում գրել է, որ падգամավորներից մեկի հնչեցրած հարցը զավեշտ է, չնշելով թե կոնկրետ ում մասին է խոսքը։ Մանուկյանը հրապարակային ներողություն պահանջեց։ Մեր աշխատողը ազգային ժողովի կոչված է մեր գործունեությունը լուսաբանելու, թե վիրավորական արտահայտություններ անելու մեր նկատմամբ։ Այլապես այնպիսի տպավորություն է, որ շունը տիրոջը չի ճանաչում, այսինքն այդ մարդը չի հասկանում իր առաքելությունը։ Մեկ անգամ եւս կընթերցեմ, համապատասխան միջոցառումներ կլինեն։ Падգամավորի հորդորից հետո Արսեն Բաբայանը կրկին Facebook-ում ներողություն է խնդրել падգամավորից, գրելով, որ իր գրառումով որևէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել։ Օրակարգի հետ կապված հարցերը վերջնական տեսքի բերելուց հետո խորհրդարանը սկսեց գլխավոր դատախազի կիսատ մնացած տարեկան հաղորդման քննարկումը։ Դատախազությունը միայն քաղաքական որոշումներ կայացնող է, թե դրանց վրա ազդելու հնարավորություն ունի, հարցրեց ԲՀԿ խմբակցության падգամավոր Միքայել Մելքումյանը։ Իսկ դրանից բացի ինչ-որ տասնյակ տարիներ շարունակվող սֆերային տնտեսության պատճառը հետաքրքրում էր Մելքումյանին։ Մտցրել ենք մի օր
նորենք դրոշմապիտակների մասին։ Եվ հանկարծ 152-250% ստվերային տնտեսությունը կրճատվում է։ Այդ ինչ խնդիր է, այդ դրոշմապիտակների մասին չգիտենք մենք։ Դատարանների արդար որոշումների կայացումը Մելքումյանին հուզող հարցերի շարքում է։ Եկեք անկեղծ ասենք, էլի վերջը մարդիկ հանրությունը վստահում է դատարանների որոշումների, թե չէ։ Եթե մենք անկեղծ ասենք եւ ասենք, որ մենք կարանք 6 ամսում, մի տարում, 2 տարում հասնենք նրան, որ գոնե արդարին մոտ որոշումներ կընդունեն, դա շատ լավ կլինի։ Ինչ է ակնկալում գլխավոր դատախազն ազգային ժողովից։ Դա այն հարցն է, որը Մելքումյանը կուզել լսել Կոստանյանից, բայց այդպես էլ չհնչեց այդպիսի հարց։ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի պնդմամբ մամուլը հեղեղված է բազմաթիվ հրապարակումներով, որտեղ նշվում է պետական չարաշահումների մասին եւ օրինակ է բերում Նայիրիդ գործարանը։ Զուրաբյանը նշեց, որ նախկին կառավարության օրը գործարանը թալանվեց եւ վերացավ վերագործարկման հույսը, ինչու գլխավոր դատախազությունը դրանց հիման վրա չի հարուցում քրեական գործ։ Պատգամավորը վստահ է, որ այդպիսի չարաշահումներ կան նաեւ էլեկտրական ցանցերում, ինչի հետևանքը իր վրա ժողովուրդն է զգալու։ Հայտում ներկայացրել են 3 միլիարդ 600 միլիոն դրամի հետ կապված մի ծախս, որը կոչվում է ցեմենտի գնում, որը ուրեմն մի կիլոն, չափման միավորը մի կիլո է, 57,000 դրամով են ուզում առնել։ Ուրեմն դուք գիտեք, որ իրականում մի տոննա ցեմենտը կարելի է Հայաստանում 42,000 դրամով գնել, եւ մենք մի պահ մտածեցին կարող է կիլոն տոննայի հետ ընխառնել, բայց եթե վերահաշվարկենք անում, ստացվում է, որ եթե այդ էր սխալը, ուրեմն իրենք պետք է առնեին այնքան ցեմենտ, ինչքան ասենք պետք է Ասուանի պատվարը այն Եգիպտոսում որ սարքում էին, սարքելու համար։ Գալուս Սահակյանի որակած աննախադեպ քննարկումը ստիպեց ազգային ժողովի նախագահին մոտենալ թիվ 1 ամբիոնին։ Նրա խոսքով խորհրդարանն այդպես էլ չտարբերեց հաշվետվությունը հաղորդումից։ Քննադատենք, բայց չավերենք ամեն ինչ։ Տեսնենք նաև լավ է։ Որպես վերջին խոսք հին խմբակցությունները գլխավոր դատախազին կոչ արեցին, որպեսզի նա ամեն ինչ անի ժողովրդի մոտ իրավապահների հանդեպ հավատը արթնացնելու համար։ Կոստանյանն էլ եզրափակիչ ելույթում պնդեց, որ պաշտոնավարման առաջին օրից նրա նպատակը դա է եղել։ Մեր երկրում կա մարդիկ, կան արտոնյալների մի խավ, ովքեր վեր են ցանկացած օրենքից եւ ցանկացած սահմանադրությունից, ձեր ամենաբարի մտադրությունները եւ ցանկությունները միանշանակ ցավում են, բայց ի վերջո հանգելու են առ ոչինչի։ Եթե մեր երկրում կան մարդիկ, որ կարող են մարդ սպանել, որ կարող են երեխայի աչք հանել եւ հետո դա բացատրել ընտանեկան, խոհարարական, կուլինարական կուլտով առ կանեփը, բնական է, կրկնում եմ, որևէ միսիա իրականացնել նման համակարգում ուղղակիորեն հնարավոր չէ։ Արամ Արարատյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ստորագրվել է Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր ընկերության գույքի առքուվաճառքի պայմանագիր։ Մինչև ստորագրման արարողությունը Հովիկ Աբրահամյանն ընդունել է CG Solutions Global Holding Company ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանտին։ Կառավարության ղեկավարը երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում կարևոր է համարել նաև մայիսին Վաշինգտոնում առևտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը, որը բարենպաստ պայման է ստեղծում ներդրումների, ապրանքաշրջանառության եւ առևտրի խրախուսման համար։ Ժոզեֆ Բրանտն աննախադեպ է համարել Որոտան հեկի առքուվաճառքի պայմանագրի ստորագրումը եւ ընդգծել, որ շահագրգռված են մեծածավալ ներդրում կատարել Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման եւ լիարժեք գործարկման համար։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր սկսվել է պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-ից 18 թվականների կողմնորոշիչ չափականակների վերաբերյալ քննարկումը։ Քննարկվել են նախագահի աշխատակազմի, էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության, սփյուռքի, քաղաքաշինության, գյուղատնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ազգային վիճակագրական ծառայության, գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, գյուղնախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Հայաստանի հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-ից 18 թվականների կողմնորոշիչ չափականակները։ Աբովյանի քաղաքապետի ընտրությանը վստահ հաղթանակ է տարել անկուսակցական Վահագն Գևորգյանը։ Նա երկրորդ տեղը գրաված մրցակից Արթուր Հարությունյանից ավելի քան կրկնակի ավելի ձայն է հավաքել։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներն այսպիսին են. Վահագն Գևորգյան 11227 ձայն, Արթուր Հարությունյան 5459 ձայն, Կարո Իսրայելյան 526 ձայն, Էդվիդ Թաթևոսյան 520 ձայն, Արթուր Հարությունյան 159 ձայն։ Ընտրության ամբողջ ընթացքում ընտրական հանձնաժողովի նախագահն ու անդամները զեկուցել են, որ ընտրությունն անցնում է թափանցիկ առանց միջադեպերի։
Աբովյանի քաղաքապետի պաշտոնին հավակնում էր 5 թեկնածու։ Հենց սկզբից էլ պարզ էր, որ հիմնական պայքարն ընթանալու է քվեաթերթիկում համար 1-ին անկուսակցական Վահագն Գևորգյանի եւ համար 4 անկուսակցական Արթուր Հարությունյանի միջև։ Աբովյանցիներն ասում էին, որ այսպիսի մեծ հետաքրքրություն դեռ երբեք չի եղել իրենց քաղաքապետի ընտրության նկատմամբ։ Քաղաքում շրջում էին մեծ թվով ոստիկանական ստորաբաժանումներ, ընտրությունը սկսվեց ժամը 8-ին ակտիվ մասնակցությամբ։ Ոնց որ կարգն է ժամը 8:00 սկսել ենք ընտրությունները, բավականին ակտիվ է։ Ակտիվությունը առավոտից շատ բարձր է, ոչ մի միջադեպ չի գրանցվել։ Նորմալ է ընթանում, համեմատական կարգով բավականին աշխուժ է։ Ընտրողների թիվը համեմատած մյուս տարիների ընտրություններից շատ լավ է եղել։ Արժանավորը հաղթի, լավ կլինի։ Քաղաքը պետք է լավ քաղաք դառնա, քաղաքը պետք է լավ քաղաք լինի, այսինքն այդքան էլ վատ քաղաք չէ։ Քաղաքը իր մեծ խնդիրներն ունի, ու բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք լուծվել են ու կամաց պիտի լուծվեն։ Քաղաքը մաքուր պահեն, կանաչ պահեն։ Մեր նոր թաղամասի մասին մտածենք։ Հուսամ, որ ով էլ որ ընտրվի պետք է աշխատի իր քաղաքի, իր քաղաքացիների ի վերջո իր հանրապետության համար։ Մենք մեր ուզածին ընտրել ենք։ Թե այդ վերջը ինչ կլինի, մենք չգիտենք։ Լավն ենք սպասում, տեսնենք վերջին ինչ լինելու։ Ցանկանում եմ, որ իմ քաղաքը լինի ծաղկուն, процветающий, чтобы было все хорошо, որ ժողովուրդը վերջապես իրանց լավը զգան։ Չեսնի մաքուր ընտրություն այն չեմ ասնա խոսքը։ Ո՞մը կամենում է թող ընտրի։ Սեփական կամքով եմ ընտրելու, ուզում եմ տեսնել ավելի բարեկեցիկ Աբովյան։ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանը քաղաքացիական պարտքը կատարելու էր գնացել ընտանիքի հետ։ Գևորգյաններն իրենց ընտրությունը կատարեցին թիվ 6 դպրոցում տեղակայված 28-ի 9 ընտրական տեղամասում։ Քվեարկեցի Աբովյանի կայուն զարգացման համար։ Ես կոչ եմ անում աբովյանցիներին, որպեսզի լինեն հանդուրժող, փոխանդարձ հարգանք ունենան իրար նկատմամբ, զսպված լինեն։ Ինչու՞ չէ նաև իմ խնդրանքն է, որ բոլորը ակտիվ մասնակցություն ունենան ընտրություններին, որտեղ ես կարծում եմ, որ աբովյանցիները իրենց քաղաքապետին պետք է ընտրեն իրենց վստահության քվեով։ Քաղաքացիները համեմատաբար ակտիվ մասնակցում էին ընտրությանը առավոտյան եւ երեկոյան ժամերին, երբ եղանակը ավելի զով էր։ Օրվա տարբեր ժամերին ընտրական հանձնաժողովների նախագահները հայտարարում էին, որ ընտրությունն ընթանում է առանց խախտումների։ 10-53-ի դրությամբ ոչ մի միջադեպ, ոչ մի խախտում, ոչ մի ավելորդ շարժ տարածքում չի եղել։ Նորմալ է ամեն ինչ, ոչ մի միջադեպ չկա, ունենք միայն գրանցամատյանում գրառումներ օգնողների վերաբերյալ, այսինքն մարդը կույր է, գալիս է, պետք է օգնեն։ 650 արդեն ընտրող ունենք, ժամը 4:30 երևի հիմա։ Ոչ մի անգամ տեղամասում ձայն անգամ չի բարձրացվել։ Ամեն ինչ ընթանում է օրենքի տառին կետին համապատասխան, եթե լինում են որոշակի չհասկացված հարցադրումներ քաղաքացիների կողմից կամ կապված անձնագրերի հետ, տեղում պարզաբանվում է։ Կային խնդիրներ, որ հասցեները այլ տեղեր էին գրված, ոստիկանության միջոցով այդ թյուրիմացությունները վերացվեցին, մարդիկ եկան իրենց ընտրություններին մասնակցեցին։ 17:40 րոպեի դրությամբ մեզ մոտ մասնակցել է 430 ընտրող, ոչ մի խախտում չի եղել։ Արդար եւ մաքուր ընտրություններ են կարել։ Վախենում է նա, ով կեղծիք ունի։ 7-ից 10 է պակաս, 700 անց ընտրողներ ունենք, միջադեպներ չենք ունեցել, ակտիվ ընթացք ընտրողների։ Խախտում չունենք, նորմալ է, բնակչությունը նորմալ ընտրություն են կատարում։ Ընթացքում 1-2 թերություն եղել է, ասենք ցուցակում վերև ներքև է գրանցվել եւ այն, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչը շատ լավ է, նորմալ։ Օրվա տարբեր ժամերի, տարբեր տեղամասերում աշխատող հանձնաժողովի տարբեր քաղաքական ուժերի եւ թեկնածուների ներկայացնող անդամներից ոչ ոք ընտրախախտումների մասին չհազանգեց։ Ներկայացնում եմ ՀԱԿ կուսակցությունը ընտրություններից նորմալ տպավորություն է։ Դաշնակցություն եմ ներկայացնում, այս պայդրությամբ ոչ մի խախտում եւ ոչ մի արտարոց դեպք չի եղել։ Ժառանգություն կուսակցություն ներկայապայդրությամբ նորմալ է ամեն ինչ։ Ես ՕԵԿ-ի ներկայացուցիչն եմ, ոչ մի արտարոց դեպք չի գրանցվել մեզ մոտ։ Ես ներկայացնում եմ Էդվին Թադևոսյանին, համար 2-րդ թեկնածուին, ամեն ինչ նորմալ է ընթացել իմ այստեղ գտնվելու պահին, արտարոց ոչ մի դեպք չի եղել։ 4 համարյա Արթուր Հարությունյանի վստահված անձ։ Խախտումներ չկա, մաքուր գնում է արդար ընտրությունները։ Հանրապետական կուսակցությունից եմ, ընթանում է շատ նորմալ, հանգիստ։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն Աբովյանի քաղաքապետի ընտրությանը ընտրողների ցուցակներում ընդգրկված 43807 մարդուց մասնակցել է 18535 ընտրող։ Ջախջախիչ առավելությամբ քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Վահագն Գևորգյանը։ Նա հավաքել է 11227 ձայն կամ քվեարկությանը մասնակցած մարդկանց մոտ 60%-ը։ Նրանից կրկնակի քիչ ձայն հավաքած գործարար Արթուր Հարությունյանի օգտին քվեարկել է 5459 հոգի, Կարո Իսրայելյանի օգտին 526, Էդվին Թադևոսյանի օգտին 520, իսկ մյուս Արթուր Հարությունյանի օգտին 159 ընտրող։ Ահարոն Հայրապետյան, Արթուր Հակոբյան, Հովանես Քյուրքչյան, Արշակ Մարտիրոսյան, Արթուր Սուքիասյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Պաշտոնական Բաքուն որոշում է կայացրել փակել Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը։ Նամակն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 3-ին ուղարկել է ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ, որը գտնվում է Վիեննայում։ Ադրբեջանի կառավարությունը նշում է, որ այլևս Բաքվում չի տեսնում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտությունը։ Ադրբեջան-ԵԱՀԿ հարաբերությունների սառեցման առաջին քայլը չէ։ Դեռ 2 տարի առաջ հարևան երկրում եվրոպական այս կառույցի ստատուսը դեսպանության մակարդակից հասցրեցին գրասենյակայինի։ Հիմա էլ որոշել են փակել։ Վերջին շրջանում պաշտոնական Բաքվի հասցեին արևմտյան երկրներից եկող քննադատության մեծ չափաբաժնի մասին է հիշեցնում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։ Նաև սրանով պայմանավորում Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը։ Բացի դրանից ԵԱՀԿ-ն հետ էր կանչել, որքանով որ ես տեղյակ եմ, իր ներկայացուցչին Ադրբեջանում, որը բավական սերտ հարաբերություններ ուներ Բաքվի վերնախավի հետ, եւ կասկածում էր նրանում, որ խառնված է որոշակի կոռուպցիոն սխեմաների մեջ, որոշակիորեն պայմանավորվածության էին եկել նրա հետ, որպեսզի, այսպես ասած, շատ մեծ կրիտիկա չլինի նրանց հասցեին, եւ այս քայլը փաստորեն Բաքուն որակեց որպես իր դեմ ուղղված որոշակի քայլ։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից Բաքուն դեռ չի հրաժարվել, բայց հարևանները կարծում են, որ այս կերպ գործընթացում փոփոխությունների լուրջ հայտ են ներկայացնում, ասում է ադրբեջանագետը, որպեսզի ԵԱՀԿ-ն հակաադրբեջանական դիրքորոշման փանդես չգա։ Պատերազմի վերսկսման սպառնալիք փորձագետը չի տեսնում։ Այսպիսի հայտարարությունները Բաքվում վաղուց արդեն ներքին սպառման համար են։ Չմոռանանք նաև նավթագազային ենթակառուցվածքների մասին։ Ղարաբաղի տարածքով չեն անցնում, բայց հայկական զինված ուժերը ունակ են պարզապես խոցել դրանք։ Բաքվում էլ դա շատ լավ գիտեն, արևմուտքում էլ դա շատ լավ գիտեն, Իսկ իրականում այդ կոչերը, որ մենք կարող ենք սկսել, չգիտեմ, մենք ցանկացած պահին կարող ենք վերցնել Ղարաբաղը, այդ արտաքին թշնամու գաղափարը պետք է միշտ լինի։ Ադրբեջանի հասցեին պարբերաբար հնչող քննադատությամբ արևմուտքը նաև փորձում է իր ուղեծրում պահել այս երկրին Ռուսաստանին չզոքացնելու համար։ Հասմիկ Օհանյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Կիրակի Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքը սառը ցնցուղ էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, քանի որ ամենայն հավանականությամբ ձախողվեց երկիրը նախագահական հանրապետություն դարձնելու նրա ծրագիրը։ Քաղաքական վերլուծաբան Մուշեղ Խուդավերդյանն այսօր անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական վերաձևումներին ու դրանից բխող արտաքին քաղաքական վեկտորների փոփոխությանը, այդ համատեքստում դիտարկելով Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը։ Նույնիսկ նախագահի աթոռը չօգնեց Ռեջեփ Էրդողանին իշխող կուսակցության համար ապահովելու բացարձակ մեծամասնություն երկրի խորհրդարանում։ Հունիսի 7-ի ընտրությունը ԱԶԿ-ի համար ամենաանհաջողն էր գործունեության 12 տարվա ընթացքում։ 41%-ը Էրդողանին հնարավորություն չի տա միակուսակցական կառավարություն կազմել եւ փոխելով սահմանադրությունը անցնել նախագահական կառավարման։ Էրդողանը փաստացի դառնում է խամաճիկ ու կամակատար ապագա կոալիցիոն կառավարության ու վարչապետի ձեռքում։ Պարտություն կրեց փաստացի նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հավակնությունները, ըստ որի հավաքելով շուրջ 46-ից 47% խորհրդարանական տեղ, Արդարություն եւ զարգացում կուսակցությունը կարողանար կազմել միակուսակցական կառավարություն, որով եւ ել ավելի կամրապնդվեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը, որը կրկին տեղի չունեցավ եւ մեծ հաշվով սա կարելի ասել շատ մեծ անհաջողություն էր Արդարություն եւ զարգացում կուսակցության Էրդողանամետ հատվածի համար։ Էրդողանին 0-ից աճեցնելով ու վարչապետի պաշտոնին հասցնելով ամերիկյան ռազմավարական միտքը նպատակ ուներ Թուրքիան նրա շնորհիվ դարձնել իր ամենահուսալի ֆորպոստը մերձավոր արևելքում։ Եղան միլիարդավոր դոլարների ներդրումներ, զարգացավ տնտեսությունը, բայց ոգևորված Էրդողանը որոշեց անտեսել գերտերությունների շահերն ու խաղալ իր կանոններով։ Մուշեղ Խուդավերդյանը համոզված է Էրդողանի քաղաքական կնքահայր Ֆեթուլա Գյուլենը սկսել է պատժիչ գործողությունները։ Սրբան պատճառը միանշանակ կարելի է դիտարկել այն, որ Էրդողանը արդեն
չի փորձում հարաբերությունները կառուցել արևմուտքի շահերի հիման վրա, հատկապես Սիրիայի հարցում արդեն Էրդողանը շատ դեպքերում չի կիսում արևմուտքի կարծիքը եւ մի անգամ չի որ հայտարարել է որ արևմուտքը փորձում է Թուրքիային օգտագործել իր շահերի համար, այսինքն թուրքական կողմին ստիպել անընդհատ ինչ-որ հարձակումներ գործել այլ մահմեդական երկրների դեմ, դրանով իսկ խաթարելով Թուրքիայի հեղինակությունը մահմեդական երկրներում։ Նոր խորհրդարան եւ նոր կառավարություն ունեցող Թուրքիայում անկասկած կփոխվի նաեւ վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նախ առաջին անգամ խորհրդարան են մտնում 3 հայ падգամավորներ, ապա ավելի քան 13% ձայն ստացած քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ճանաչում է հայոց ցեղասպանությունը, պաշտպանում է Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքները։ Առաջիկա տարիներին ԺԴԿ-ն կփորձի մեծացնել կողմնակիցների թիվը, իսկ Հայաստանի ու հայերի գործոնը կարող է լինել որոշիչ։ Եթե Էրդողանին չհաջողվեց կազմել միակուսակցական ղեկավարություն, արդեն Էրդողանը շատ դեպքերում պետք է ստիպված լինի հաշվի նստել նաև սեփական հարևանների հետ ունեցած հարաբերությունների շահերի հետ։ Թուրքական մամուլում վերջերս տեղեկություններ են շրջանառվում, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ունեցած անհամաձայնությունների հարցում բավական սրվել են ԱԶԿ նախագահ Ահմեդ Դավութօղլուի, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի եւ Էրդողանի հարաբերությունները։ Դավութօղլուն այստեղ նշում էր, որ Էրդողանի վարած քաղաքականության պատճառով խաթարվում է իր զրո խնդիր հարևանների հետ այդ կոնտեքստը։ Թե ինչ տեսք կստանա Թուրքիայի նոր կառավարությունն ու ով կլինի վարչապետը հայտնի կդառնա մի քանի օր անց։ Թուրքական թնջուկը սակայն չի ստանա արագ լուծում։ Մի կողմից կենաց մահու պայքարում են Էրդողանն ու Գյուլենը, մյուս կողմից 16% ստացած ազգայնամոլներն ու 25% ունեցող քեմալիստներն են ձգտում իշխանափոխության։ Չինական աշխարհաքաղաքական ստրատեգեմաների օրինակով համաշխարհային խաղացողները կողքից հետևում են վագրերի կռվին, մինչև բոլորը հյուծվեն ու թուլանան։ 2003-ին ճիշտ այդ կերպ Միացյալ Նահանգները իշխանության բերեց բանտից նոր դուրս եկած ու անհայտ Ռեջեփ Էրդողանին եւ սկսեց իրագործել իր նպատակները։ Նաիրի Հոխիկյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Հանրային խորհուրդն էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որևէ հիմք չի գտել։ Այսօր հայտարարել է հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։ Նրա համոզմամբ այդ մոտեցումն անթույլատրելի է, հետևաբար իրենց սխալների համար պետք է պատասխանատվություն կրեն թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, թե էլեկտրաէներգիայի եւ բնական պաշարների նախարարությունը։ Հանրային խորհուրդն ուսումնասիրել է էլեկտրաէներգիայի թանկացման համար հեցի ներկայացրած 56 էջանոց փաստաթուղթն ու սակագինը բարձրացնելու համար որևէ հիմնավորում չի գտել, ընդգծում է հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։ Մենք դիմեցինք, որպեսզի մեզ ներկայացնեն համապատասխան նյութերը։ Այդ նյութերը ի վերջո մեզ ներկայացվեցին։ Ցավոք սրտի նյութերի բովանդակությունը մոտորապես հետևյալն էր։ Այսպես թղթախեղտանել, օրինակ, երբ որ մենք հարցեցինք, իսկ կարելի է ստանալ աշխատակազմի հաստիկացուցակը, կարելի է ստանալ որքանով է ավելացել աշխատողների քանակը, պարզվեց, որ դրանց մասին իրանք տվյալներ չունեն։ Էլեկտրաէներգիան մի կոպեկ անգամ թանկացնել չի կարելի, նշում է Արշակ Սադոյանն ու հավելում, Հայաստանի համար դա հակատնտեսական է։ Նրա խոսքով սակագինը պետք է ոչ թե բարձրացնել, այլ ընդհակառակը նվազեցնել։ Ամենասարսափելին ըստ Սադոյանի այն է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ծառայելով օտարին դիտմամբ սահմանել է այնպիսի կարգ, որ ռուսական գազամատակարարող եւ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններն աշխատում են մարժայով եւ իրենց ընդհանուր հասույթի 8-ից 12%-ը հաշվում են շահույթի բաժին։ Շուկայական տնտեսության մրցակցային այս աշխարհի ամենակարևոր սկզբունքը խախտվել է։ Հələ պատկերացնեք ինչ է նշանակում։ Ինչքան թանկ առնի հեծը էլեկտրոէներգիա արտադրող կազմակերպություններից, այնքան նա ստիպված է լինելու այսպես թանկ վաճառել բնակչությանը, եւ այդ թանկ գնի 8-ից 12% ինքը շահույթ ունեն։ Արշակ Սադոյանի համոզմամբ անհրաժեշտ է շտկել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը, այն ըստ բանախոսի իր թույլ տված սխալների համար պետք է պատասխանատվություն կրի։ Նույնը վերաբերվում է նաև էլեկտրաէներգիայի եւ բնական պաշարների նախարարությանը։ Հանրային խորհուրդը որոշում ընդունեց նաև, որ էներգետիկայի նախարարությունը նույնպես պետք է պատասխանատվություն կրի։ Եվ այս բանը, եւ ամենակարևորը, հանրային խորհուրդը որոշեց, քանի որ որևէ հիմնավորում չկա, որ Հայաստանի Հանրապետության պատճառով է եղել այդ այսպես կոչված պարտքերի կուտակումը հեծում, ապա
Համապատասխան, եթե նրանք իսկապես կորուստներ ունեցել են, իսկապես պարտքեր, ապա այդ պարտքերը պետք է փակվեն հեծի միջոցների, այսինքն հասկացաք երևի հեծի եւ ՌԱՈՒ-ԵՍ-ի կողմից։ Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ Գագիկ Սարգսյանի համոզմամբ էլեկտրաէներգիայի թանկացումը բիզնեսի համար նախատեսած արտոնությունները մի հարվածով կհավասարեցնի զրոյի։ Ցանկացած ապրանքի, ապրանքատեսակի գնագոյացման մեջ շատ մեծ տոկոս է զբաղեցնում էներգո ռեսուրսները։ Եթե հաշվենք, որ միջին ասված թվերով մոտավորապես 20-ից 22%-ը ինքնարժեքի մեջ դա էլեկտրոէներգիան է, դե պատկերացեք այն մուլտիպլիկացիոն կամ ինչպես ասում են շղթայական ռեակցիան, որը կհետևի իր հետևից ինքնարժեքի բարձրացման։ Հարցին թե ինչ ուժ ունեն հանրային խորհրդի որոշումները, Արշակ Սադոյանն ասաց, որ խորհուրդը կազմավորվել է հանրապետության նախագահի կարգադրությամբ, եւ որպեսզի այն կարողանա ուժ ունեցող որոշումներ կայացնել, սահմանադրության մեջ նրան վերաբերող կետ պետք է փոխվի։ Սադոյանը համոզված է, հանրային ճնշումը կարող է էական դերակատարում ունենալ։ Մարդիկ պետք է գնան ու ասեն՝ դե մենք թանկացմանը։ Վարդուհի Մելտոնյան, Արթուր Սուքիասյան, Էպիկենտրոն։ Եռաբլուրում բացվել է հասարակական քաղաքական գործիչ, Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, Հանրապետություն կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի հուշաքարը։ Միջոցառմանը մասնակցել են ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, պաշտոնատար անձիկ, քաղաքական գործիչներ, Սմբատ Այվազյանի կուսակից ընկերներն ու հարազատները։ Հայ քաջորդիների ուխտատեղի վերածված Եռաբլրի Պանթեոն տանող ճանապարհը մարդաշատ է։ Այստեղ են բարձրաստիճան պաշտոնյաներ, ազգային ժողովի նախագահը, կառավարության անդամներ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, քաղաքական գործիչներ, Սմբատի ամենամտերիմներն ու ընտանիքի անդամները։ Նրա մասին անցյալով սովոր չեն խոսել։ Զավակները, Հովանեսն ու Տաթևիկը ամեն օր զգում են հոր ներկայությունը, նրա խոսքերը, որ մի բառով կարող են ամփոփել լինել լավ մարդ։ Հենց այս պատգամն է, որ ժառանգել են հորից ու այսօր հպարտությամբ են ընդունում իրենց ուղղված խոսքերը։ Ծանր հիվանդությունն անգամ չկարողացավ փոխել նրա բնավորությունը։ Առաջին իմ հայրինց ազնվությունը ժառանգ է, հայրենիքի պաշտպանությունը ժառանգ է, ամենակարևոր բանն է դառել իմ կյանքում հայրենիքի պաշտպանությունը։ Բոլորը գիտեն, որ ինքը միշտ եղել է ուժեղ, սկզբունքային, ճշմարտախոս, միշտ իր պրինցիպներով։ Միշտ հասկացել է մեզ, որպես մեզ մեծ ընկեր է միշտ եղել։ Իսկ հիվանդության ընթացքում եղել է նույն ուժեղ, նույն համարձակ, երբեք չի կոտրվել, ոչինչի առաջ չի կանգնել։ Միշտ մեզ ասել է դուխով։ Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ղեկավար ազատամարտիկին ընկերները մեծ ակնածանքով են հիշում։ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանը թեև մահկանացուն կնքել է ուղիղ 1 տարի առաջ, այդուհանդերձ այսօր նրա մասին անցյալով չեն խոսում։ Նա բոլորի սրտում մնացել է որպես հպարտ, քաջ ու ազնիվ հայորդի։ Հենց Մոնթեի կողքին է թաղված, որտեղ էլ բացվում է հուշաքարը։ Բավականին լուրջ պայքար մղեց Ղարաբաղյան ամբողջ պատերազմի ընթացքում։ Հպարտ անձնավորություններ, ընկերասեր, երբեմն չհանդուրժող եւ քաղաքական տեսակետից եւ նաեւ զուտ մարդկային տեսակետից 90-ականներից մինչեւ մեր օրերը թերևս այսօր էլ մենք միասին ենք եւ փորձում ենք հաղթահարել այն, ինչը երբեմն բռնկումների հետևանք է եղել, երբեմն որոշումների ճանապարհ ենք անցել եւ սխալներով եւ սխալները հարթելով, այս ամենը Սմբատի համար դա իրողություններ եւ իր դիրքերից երբեք ոչ մի քայլ ետ չկանգնեց։ Սմբատն առաջիններից էր, որ ստեղծելով Տիգրան Մեծ անունով ռազմական միավորումը մղվեց Ղարաբաղյան պատերազմի դաշտ։ Հպարտ, ընկերասեր, հայրենասեր, դավաճանություն չհանդուրժող, այսպիսին են հիշում հասարակական քաղաքական գործչին։ Քրիստինե Սուքիասյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում է ասֆալտապատման, փոսերի նորոգման եւ ճաքալեցման աշխատանք։ Երևան ջուր, Երևան գազ, Հայաստանի էլեկտրական ցանցեր եւ մի քանի այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, վթարների վերացման նպատակով քանդման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ քաղաքապետը պատասխանատուներին խստորեն հանձնարարել է չթույլատրել դրանք մինչև տվյալ տարածքները
չկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով եւ ցուցանակներով։ Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցվող նոր բազմաբնակարան շենքերի շինարարությունը։ Անդրադառնալով կենթանաբանական այգում վերակառուցման ծրագրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախագծային աշխատանքներ տանել ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ։ Մեծ թե փոքր այն վթարները, որ լինում են Երևան քաղաքում եւ ծրագրային աշխատանքները միջև համապատասխան նշաններով երթևեկելի մասը չկահավորվի, համապատասխան թե վարորդների կողմից, թե քաղաքացիների կողմից նկատելի չլինի, թույլտվություն վարչական շրջանի ղեկավարները մեր համապատասխան ծառայությունները չտարամադրեն։ Կապ չունի, կենտրոնական փողոցներ կլինի, կենտրոնական մայթեր կլինեն, պետք է ապահովեն բոլոր կանոնները։ Սա շատ խիստ հսկողության տակ պետք է պահվի։ Արցախի գյուղերում կյանքի ակտիվացում, տուրիստական հոսք դեպի հայկական երկրորդ հանրապետություն։ Էկոգյուղ եւ երիտասարդ կենսաբանների ասոցիացիա հասարակական կազմակերպությունները հղացել են Արցախում էկոգյուղեր ստեղծելու գաղափարը։ Խնձրիստան, Պատարա եւ Աստղաշեն գյուղերը հրավիրում են էկոտուրիզմի սիրահարներին։ Իմ տատը գիտալ չի պլաստիկ նվերն է։ Բնության մասին հոգացություն համեմված արցախյան բարբարով։ Էկոտոպրակները մեծ նախագծի փոքրիկ մասն են միայն։ Մի խումբ երիտասարդներ մի օր որոշեցին Արցախի 3 գյուղում կենցաղը հարմարացնել էկոչափանիշներին ու զարգացնել կանաչ տուրիզմը։ Այդ 3 գյուղերը գտնվում են հյուսիս-հարավ մայրուղու վրա եւ դեպի Գանձասար գնացող հատվածում եւ զբոսաշրջիկների համար շատ հասանելի եւ հետաքրքիր են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել Արցախի բնաշխարհը։ Խնձրիստան, Պատարա եւ Աստղաշեն։ Արցախի էկոգյուղերը գրկաբաց կընդունեն զբոսաշրջիկների, որոնք պատրաստ են հանգստանալ առանց վնասելու։ Մտահղացման իրականացմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամն են աջակցել։ Արցախի գողտրիկ անկյունների ճանապարհին ոչ կմոլորվեք, ոչ էլ ծարավ կմնաք։ Երթուղիները կահավորված են ցուցանակներով, աղբյուրների ու ճիշտ արահետների մասին տեղեկությամբ։ Երթուղիները այնքան էլ հեշտ չեն եւ եթե մարդիկ պետք է 7-ից 15 նայած որ երթուղինը կիլոմետր քայլեն ըստ կատեգորիաների 1-ից 5 աստղերով փորձել ենք նշել այնտեղ որպեսզի մարդը եթե ցանկանում է գնալ այդ երթուղին ինքը հասկանա ինքը կարողանում է այդքան քայլել թե ոչ։ Պատարա գյուղը հայտնի է իր 200-ից ավելի հուշարձաններով։ Հայկական լեռնաշխարհի տարածքում հուշարձանների խտությամբ 3-րդ բնակավայրն է։ Խնձրիստան գյուղ այցելելու դեպքում կծանոթանաք Կաչաղակաբերդին։ Աստղաշեն համայնքում այնտեղ կան բրածո աստղեր, որոնք շուրջ 60 միլիոն տարվա հնություն ունեն եւ առաջին էկոերթուղով մասնակիցը կարող է բացահայտել այդ վայրերը։ Կազմակերպիչները հանգստի 3 տարբերակ են առաջարկում։ Հարմարավետություն սիրողների համար հյուրանոց, բնասերներին գիշերակաց վրաններում, արցախցուն մոտիկից ծանոթանալու ցանկության դեպքում գյուղացիների տանն ապրելու հնարավորություն։ Մեր նպատակն է, որպեսզի տեղացիները, տեղական համայնքները եւ բիզնեսը փորձի օգտվել այս զբոսաշրջիկների հոսքից։ Արսեն Գասպարյանն ու Էվա Հարությունյանը շեշտում են տուրիստական գործակալություն չեն, օղակ են գյուղացու եւ գործակալությունների միջև։ Հաջորդ քայլը, որ պատրաստվում են անել տուրիստական բիզնեսով զբաղվողներին գյուղերով հրապուրելն է։ Հանգիստն Արցախում իդեպ թանկ չէ։ Մոտավորապես 15 հոգանոց խմբի համար գանձում են 25-ից 30,000 դրամ 3 օրվա տուրի համար, որը 3 երթուղիների համար կարելի ասել բավական է։ Մեկ անձի համար նշված փաթեթը ներառում է տրանսպորտի ծախսը, սնունդը եւ գիշերակացը։ Տուրերի եւ գյուղերի մասին ամբողջ տեղեկությունը բնապահպանների հիմնած Էկովիլիջ.am կայքում է։ Կազմակերպիչները հուսով են, որ էկոտուրիզմի զարգացումը կակտիվացնի գյուղերը, կզարգացնի ենթակառուցվածքներն ու գյուղացին կհարստանա։ Ցանկանում են ապացուցել, բնության պահպանումը շահավետ է։ Տաթև Դանիելյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Տաթևի վերածնունդ հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամների եւ ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության հետ համատեղ այս տարի եւս աշխարհի ամենաերկար ճոպանուղու հարևանությամբ անցկացվել է ոչխարի խուզ փառատոնը։ 8 գյուղերի բնակիչներ ներկայացնում են իրենց բնորոշ ուտելիքները, խմիչքները, ձեռքի աշխատանքները։ Հալիձորում եղել է մեր գործընկեր Արմեն Հովակիմյանը։ Այստեղ ալյուրը, ձու, խմորիչ եւ կարագ։ Տիկին Մարինան իր ձեռքով թխած գառնուկների խմորի բաղադրատոմսն է ներկայացնում։ Տնեցիների մտերիմների համար հաճախ է թխում։ Այս տարի որոշել է դրանք Տաթևի հողտում Տաթևեր ճոպանուղու Հալիձոր կայարանի հարակից տարածքում այս էլ երկրորդ տարին կազմակերպված ոչխարների խուզում փառատոնին ներկայացնել։ Մենակ տանց չկա, մեն ինչ էլ կա։ Շատ հարուստ գյուղ ունենք։ Բոլոր մրգերից ունենք։ Ինչ կարողանում ենք պատրաստում ենք։
Մենակ տանձի հույսին չեք։ Գորիսի Տանձատապ գյուղի ներկայացուցիչն է։ Տանձի կոմպոտից բացի նաև թեյի համար նախատեսված խոտաբույսեր, տնային պայմաններում թորած օղի, գաթա, լավաշ ու սյունեցու հյուրընկալ սեղանի ավանդական շատ ուտեստներ են ներկայացված։ Կաթը բնական մածուն ենք պատրաստում, այդ մածունից թանը հանում ենք, կարագը առանձնացնում ենք, տայլացնում ենք մեշոկի մեջ, այդ ջրերը լրիվ գնում է, մնում է, այ սա է մնում, սա էլ մինչև չորաթան դնել էս պսկաթանն է։ Դե էլ ձեռով սարքում ենք, չորացնում։ Տաթևի վերածնունդ ծրագրում ընդգրկված Տաթև, Հալիձոր, Տանձատապ, Սվարանց, Խոտ, Շինուհայր, Բարձրավան եւ Աղվանի համայնքները տաղավարներ ունեն, որոնք ծանրացած են բնակավայրերին բնորոշ ուտելիքներով։ Որոշ տաղավարներ ցուցադրում են ոչխարի պատկերով փայտե եւ կավե իրեր։ Շինուհայրցի կանայք տեղում բուրդ են մանում, թել ստանում, գորգու կարպետ գործում։ Եղսիկ Խաչատրյանի խոսքով Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ Շինուհայրում 40-ից 45 կին է ներգրավված այս գործում։ Ոչխարի բրդից թել եք ստանում։ Առավելությունը այն է, որ սա փափուկ է, մաքուր է, տաք է պահում։ Ընդհանրապես հավել չունեմ, չեմ պահում ոչինչ։ Վերիշենում է ապրում Սեյրան Մկրտչյանը, կենդանիներ ու թռչուններ չի պահում, բայց նրան Գորիսի շատ գյուղերում գիտեն որպես խուզի վարպետ։ Շատ հմուտ պիտի լինես եւ շատ վստահ, որ ինքը ինչ դիրքում է պարկած, որ ինչ պետք է անես իրան։ Ոնց որ շոր կարողոտ ձևի, որ ինչպիսի ձևեր պետք է անի, որ ինքը կարա այդտեղից անցնի, որ չվնասի կենդանին։ Այդ է մենագաղտնիքը։ Արագությունից զատ ջուրին ուշադրություն է դարձնում նաև բրդի ամբողջությանը խուզի որակին։ Որակ ժամանակի հաշվին արդյունքը հաղթանակ համոզված է Սեյրան Մկրտչյանը, ով էլ 3 մրցութային փուլի արդյունքներով ճանաչվեց այս տարվա փառատոնի հաղթող։ Փառատոնը դրական լիցքեր է հաղորդում։ Այս տարի ավելի շատ թվով մարդիկ են մասնակցում եւ միջոցառումը շատ լավ է անցնում։ Ես շրջել եմ ուտեստներից եւ ձեռքի աշխատանքներից ծանրացած տաղավարներով տպավորված եմ։ Այս տարի ի տարբերություն նախորդի եղանակն էլ բարեհաճ է։ Ոչխարների խուզման մրցույթից բացի փառատոնի ողջ ընթացքում կազմակերպվեց ազգային երկուպար, մարզական մրցույթներ, ուտեստների համտես, ազգային տարազներով լուսանկարահանում։ Արմեն Հովակիմյան, Մահեր Մանուչարյան, Էպիկենտրոն, Հալիձոր։ Վճարային 50 տերմինալ Vivatel MTS-ի սպասարկման կենտրոններում։ Vivatel MTS-ը եւ դուստր ընկերությունը Mobidrama ավարտել են համատեղ նախագծերից մեկի վճարային տերմինալների միջոցով ծառայությունների մատուցման ծրագրի առաջին փուլը։ Ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի հայրենակիցներին նոր լուծումներ առաջարկել է եղել եւ մնում են Vivatel MTS-ի ուշադրության կենտրոնում։ Vivatel MTS-ի սպասարկման կենտրոններում տեղադրվել է վճարային 50 տերմինալ։ Դրանցից 23-ը սպասարկելու են մայրաքաղաքի, իսկ 27-ը մարզերի բնակիչներին, ընդգրկելով Հայաստանի ամբողջ տարածքը։ Տերմինալ է տեղադրվել նաև Եղեգնաձորում։ Vivatel MTS-ը իր դուստր ընկերության Mobidrama-ի հետ փորձում է եւս մի կայլ առաջ գնալ, նոր ծառայություն մատուցել իր բաժանորդներին։ Այն է, որ մի քիչ սովորացնել կամ մտցնել շուկա ինքնասպասարկման միջոցը, որը ինքը օգտագործում է վերջին տեխնոլոգիաները։ Նախագծի հիմնական նպատակը սպասարկման որակի բարելավումն է։ Տեղադրված տերմինալների միջոցով հաճախորդը կարող է վճարել բջջային կապի ծառայությունների, կոմունալ ծախսերի, արբանյակային եւ կաբելային հեռուստատեսության եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց։ Վճարային տերմինալների օգնությամբ հնարավոր է նաեւ համալրել Mobidrama բջջային դրամապանակը։ Մատուցվող ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է։ Տերմինալի առավելությունը կայանում է նրան, որ հերթերի չենք սպասում, ժամանակի կորուս չենք ունենում։ Mobidrama-ի հաշվերը համարվում են, ես մոտիկանում եմ Vivatel MTS-ը, Mobidrama-ի հաշվի վճար կատարում եմ ու ամսվա վերջի 28-29-30 ես կոմունալ վճարները կատարում։ Mobidrama-ի վճարային բոլոր տերմինալները հագեցած են սենսորային էկրանով եւ պարզ ինտերֆեյսով, ինչը թույլ է տալիս հաճախորդին առանց լրացուցիչ գիտելիքների եւ հմտությունների օգտվել մատուցվող ծառայություններից։ Mobidrama եւ Vivatel MTS-ը շարունակելու են հարմարավետ լուծումներ առաջարկել իրենց հաճախորդներին։ Ահարոն Հայրապետյան, Էպիկենտրոն։ Բիլայնը հայտարարում է Երևանում վաճառքի եւ սպասարկման գրասենյակի բացման մասին։ Վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ է բացվել Շենգավիթ համայնքում Սողոմոն Տարոնցու 11 կոտորակին հասցեում։
Բիլայնի նորաբաց գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթից ուրբաթ ժամը 9-ից մինչև 18։ Ծառայությունների եւ սպասարկման որակի կատարելագործմանը զուգահեռ Բիլայնին ձգտում է վաճառքի եւ սպասարկման գրասենյակները բաժանորդների համար դարձնել առավելագույնս հասանելի։ Մենք այսօր բացում ենք մեր հերթական գրասենյակը։ Վստահ եմ, որ այսօրվանից Շենգավիթ համայնքի բնակիչների համար Բիլայնի պարզ եւ հարմար ծառայություններից օգտվելը կդառնա ավելի հաճելի եւ հարմարավետ։ Համոզված եմ, որ մեր բաժանորդներին այստեղ լավագույնս կսպասարկեն։ Նրանք կարող են գնել լավագույն հեռախոսները, օգտվել լավագույն սակագնային պլաններից ու կարող են օգտվել այն ամենից, ինչը Բիլայնն առաջարկում է իր բաժանորդներին։ Բիլայն բջջային ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ Բիլայնի մատուցող ծառայությունների վերաբերող ցանկացած հարցով։ Հայաստանում գործում է ընկերության 77 գրասենյակ, որոնցից 50-ը մարզերում, իսկ 27-ը Երևանում։ Երևանի տարբեր վարչական շրջաններում դեղատնային ցանցը ըստ ֆինանսների նախարարության նոր նորքի հարկային տեսչության պատկանում են անհատ ձեռնարկատերեր Պատվական Հարությունյանին, Տաթևիկ Հարությունյանին եւ Սյուզաննա Հարությունյանին։ Հարկային մարմինը ակնհայտ շեղում է արձանագրել դեղատան գործունեության մեջ։ Տեսանյութը տրամադրել է ֆինանսների նախարարությունը։ Վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ տարվա կտրվածքով ձեռքբերումները նշված անհատ ձեռնարկատերերի յուրաքանչյուրի 2 եւ 3 անգամ գերազանցել են իրանց հայտարարած իրացման շրջանառությունը։ Խոսքը գնում է փաստաթղթավորված ձեռքբերումների մասին, ինչը որ մեր տեղեկատվական բազայում արտացոլվում է։ Ընդ որում հսկողական աշխատանքների արդյունքում անհատ ձեռնարկատերերից մեկի մոտ նաև ՀԴՄ շահագործման կանոնների խախտում է արձանագրվել։ Հաշվի առնելով վերադիրը, որը որ նշված ոլորտը բնականաբար ունենում է, ակնհայտ պարզ է դառնում, որ տնտեսվարողները միտումնավոր թաքցրել են իրացման շրջանառությունը, որպեսզի չանցնեն ավելացած արժեքի հարկի դաշտ։ Սա տնտեսվարողների կողմից հարկային օրենսդրության խախտման միակ փորձ չէ։ Ուսումնասիրություններով եւ արտաքին դիտարկումներով պարզվել է նաեւ, որ 3 անհատ ձեռնարկատերերն էլ միմյանց հետ ունեն բարեկամական կապ եւ բնակվում են միևնույն հասցեում, ասել է թե հետապնդում են միևնույն տնտեսական շահը։ Ռիսկի գործունը կայանում է նրանում, որ նախ տեղեկատվական բազայից պարզ է դարձել, որ 3 անհատ ձեռնարկատերերը փոխկապակցված են, այսինքն ունեն բարեկամական կապ եւ արդեն իսկ այստեղ խախտվում է շրջանառության հարկի մասին օրենքի դրույթները։ Բիզնեսի տրոհում մի քանի սուբյեկտների միջև, այսինքն փոխկապակցվածություն, շրջանառությունների թերհայտարարագրումներ, մեկից ավելի գործունեության հասցեներ, ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ։ Տեսչության պետը թվարկում է ռիսկային գործոնները եւ եզրակացնում, անհատ ձեռնարկատերերը միանշանակ չեն կարող գործել շրջանառության հարկի դաշտում։ Ի սկզբանե անհատ ձեռնարկատերերը ընտրել են սխալ ոչ իրենց իրացման շրջանառությանը, ուրեմն համարժեք սխալ հարկային դաշտ։ Դրանով իսկ չգիտակցելով հայտնվել են հարկային տեսչության ուշադրության կենտրոնում եւ համարվել են ռիսկային հարկ վճարող։ Ուստի նմանատիպ երևույթները միանշանակ գտնվում են հարկային տեսչության ուշադրության կենտրոնում եւ միանշանակ նման տնտեսվարողների նկատմամբ կիրառվելու է կոշտ վարչահարություն։ Այս դեպքի հետագա ընթացքը որոշելու նպատակով նյութերը ներկայացվել են ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչություն, ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժին։ Այսքանով ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով ամենայն բարիք ցտեսություն։